Պատերազմում ծիծաղը մարդանալու միջոց էր, ծիծաղում ես ուրեմն կաս։ Ախպեր հայ եք, բայց կայֆա չեն։ Ո՞վ մի կրած։ Ասում չեմ կրածում։ Ջուլում եմ։ Ապեր հայ է, կայֆա չէ։ Բազմաթիվ պատմությունների կողքին կան նաև այնպիսիները, որոնք հնարավոր չէ վերապատմել։ Միայն տեղում տեսածը դա կհասկանա։ Ես ինձ ոտի հետ մենք տնանիքով նստած ենք Յուրաքանչյուր ռազմական հաջողություն ուրախություն է պարգևում, բայց այսպես ինքնաթիռ կործանելը ավելին է, քան ուրախությունը։ Տրակեց։ Ադրբեջանցիներին ծաղրելն ամենից տարածված հումորներից էր։ Յուր ջան կարմիր խնձորեք ու գարգում։ Ապայման ցավը տարը մամա Ազատություններն արել են, կարմիրը ղրգում ենք Թող առանց հրամանի ոչ մի կրակ չբացեն, մինչև մեր հարձակումը։ Ոչխարները թող հետզևել մնան, ոչխարը կմնան։ Նրանք ինչ պետք իմանան, մենք ինչ ենք մտածել։ Վագիֆն է խոսում էսի։ Говорят, русский народ, великий народ, армянский народ, умный народ, азербайджанский народ, тоже народ. Հումորը միայն ադրբեջանցիներին չէ, որ վերաբերում էր։ Ռազմետկեն քանոքի գնացիք։ Ո՞վ եք։ Ես էի գոքորներ, ռուսներ, գոքորներ, դու գագոներ։ Ռուսը տեղացի ռուսա թե։ Մեր հետ եկած։ Սոխա էլի, սոխի քաղցրը որ դա, սոխա էլի։ Համո։ Արի էստեղ։ Հա, ինչ ալու։ Լավ չէր, թե բենզին մակուր չի։ Հումոր էին դառնում վատ պայմանները, հասարակական հարաբերությունները։ Խոդով չայ, խոդով գերագուր, խոդով դուն, ամեն ինչ խոդ, ասիգա աչ գոմը խոդեր են, հավաքած են, կեդինը պուսած խոդեր են։